Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ձեր հետ է Հրանտ Վարդանյանը։ Դուք գիտեք, որ իմ հաղորդումը վերաբերվում է անվտանգությանը եւ համախմբմանը։ Այսօր խոսակցությունը վերաբերվելու է Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ ունեցավ խորհրդարանում 2025 թվականի ապրիլի 15-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 1:30 նա ելույթ ունեցավ եւ եղան հարց ու պատասխաններ։ 9 հոգի էին գրանցվել խորհրդարանի տաբլոյի վրա, որ հարցեր տային, հարցերը 9-ն են, ես թեթև կանցնեմ այդ հարցերով հերթականությամբ, բայց այս հարցերը կթողենք քննարկելու մեր հաջորդ հաղորդման ժամանակ, որ տեղի կունենա։ Հարց առաջին, կառավարության կառավարում, որը հարց առաջին, կառավարության վատ աշխատանք եւ կադրերի բացակայություն։ Հարց երկրորդ, բանակի մասին եւ նրա զարգացումը։ Հարց երրորդ, վենդետա չի լինելի Հայաստանի Հանրապետությունում, իրավական ճանապարհով են լուծվելու բոլոր հարցերը։ Հարց չորրորդ, ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում կան թե չկան, արտաքին եւ ներքին ներդրումներ։ Հարց 5-րդ, կրթություն եւ կրթական համակարգ, որը քննարկվել է 1000 անգամ, շատ վատ վիճակում է գտնվում կրթական համակարգը ըստ մեզ։ Հարց 6-րդ, զբաղվածություն եւ աշխատանք։ Հարց 7-րդ, իրական Հայաստան ըստ ՔՊ-ի պատկերացման, որ ուզում են փաթաթեն մեր վրձին, բայց վստահ եմ դա չի ստացվելու։ Նրանք այդ տղեկ չէ, որ կարողան այդ կարգի հարցեր լուծեն։ Հարց 8-րդ, ժողովրդագրություն, որ գտնվում է սարսափելի վիճակում, հետընթաց ենք ապրում։ Հարց 9-րդ, Հայաստանում փոքրամասնությունների մասին, որ այս հարցը այդպես էլ նորմալ լուծում չի ստացել։ Սա կթողնենք հաջորդ, ինչպես ասացի, մեր քննարկմանը, հաջորդ հաղորդման։ Այսօր ունեմ շատ կարևոր երկու կետեր, որին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ եւ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում վենդետա չի լինելու, դա իրենց իշխանության ընդունած քաղաքականությունն է, որ վենդետաներ եւ գնդակահարություններ չեն լինելու։ Եթե ասում է գնդակահարենք, պատի տակ շարենք, գնդակահարենք, մեր երկիրը կվերածվի գոմի եւ ինչ-որ խորշի։ Նիկոլ Փաշինյան, քեզ ոչ մեկ չի ասել, որ գնդակահարի հարցագործներին, որ ոմանց սրտերն էլ հովանան, ոնց որ դու ես ասում։ Այս գնդակահարությունը Նիկոլ Փաշինյան, որ դու ասում ես, եթե անենք խորշի ու գոմի կվերածվի, կան երկրներ, գերտերություններ, որ գնդակահարությունը մահապատիժ ունեն Նիկոլ Փաշինյանով, ըստ իրանց օրենքների ընդունված կարգի։ Դու գիտես, որ Նիկոլ Փաշինյան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Սաուդյան Արաբիան եւ նաեւ մի քանի նաեւ ուրիշ երկրներ, որոնց հետ մենք հարաբերվում ենք, անգամ դիվանագիտական հարաբերություններ, այդ երկրներում մահապատիժ կա։ Արա դու մտածում ես ինչ ես խոսում, դու դիվանագիտական սկանդալ ես բարձրացնում, թե քո ուղեղդ այդքան չի աշխատում, խոսալուց առաջ արա մի հատ մտածես, նոր խոսաս։ Կան որ ասում ես
կորոնավիրուսի ժամանակ մենք էլի բյուջեն լցել են, կառավարել են կորոնավիրուսը, հաշված որ ընդեղ էլ բան ա եղել, պատերազմ ա եղել, որ ըստ բանի մենք պարտավոր ենք մեր այդ սահմանադրության թե պրեամբուլայի, չեմ հիշում, պարտավոր ենք պաշտպանել Արցախը։ Մենք ենք գառանտը, տենց ա գրած, ես ինձանից բաներ չեմ հորինում։ Այդ ժամանակ 20 թվին հայտարարվել է արտակարգ դրություն կորոնավիրուսի գալուն պես Հայաստան։ Օրն ու թիվը ասեմ 2020 թվի մարտի 13-ին։ Դու առաջին լոկդաունը հայտարարեցիր 40 օրյա, տարար մարդկանց մցրիր տները փագիր։ Այդ ժամանակ եթե բոլորը տունն են չեն աշխատում, ո՞նց ես դու բյուջեն փող լցելու Նիկոլ Փաշինյան։ Երկրորդը նորից երկարացրեցիր էլի 40 օրով, սարքեցիր 80 օր։ Հետո պատերազմը սկսվավ։ Բայց արտակարգ դրությունները, որ դու հանեցիր, դե հունվարի 3-ին էր, չեմ հիշում երբ էր։ Մոտավորապես 8 ամիս, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հա, 8 ամիս, արա 8 ամիս ես երկիրը, այսինքն գլխիվայ շուռա եկե, այնտեղ մարդիկ են մահացել կորոնավիրուսից այդքան, զոհեր ենք ունեցել, եռաբլուրը, սրանք սախալը ֆորսաժ է, դու ֆորսաժի ժամանակ, այ հոգեկան, այ ստախոս անուղեղ, ոնց ես դու բյուջե լցե։ Մի հատ բացատրեք ժողովուրդ ջան, մի հատ այս կատաստրոֆան, որ մեր հետ տեղի է ունեցել, այս խառնաշփոթը, սարսափելի վիճակը, վատխանալյան, որ խափում է խորհրդարանի բեմից, ասում է ես բան եմ արել, այդ ժամանակ էլ եմ հավաքել ես, քերելով տնտեսություն չզարգացնելով հավաքել ես, բա որ դու տնտեսություն ես զարգացրել, բա որ է քո արդյունաբերությունը Նիկոլ Փաշինյան։ Հա, աշխարհումների համար բանկային համակարգ շատ լավ ա եղել, ընտիր։ Որ գգայք մարդկանց ձեռից եղած չեղածը խլեք կտանեք կտակ բանկերին, բա չեք ասում, որ ձեր ապիկար կառավարման պատճառով ա եղել այս ամեն ինչ։ Էսի շատ սուր թեմա է Նիկոլ Փաշինյան, այս որ վիրավորում ես դրսի երկրներին, այս 4-5 քանի պետություն կա, որ մահապատիժ ունի, այդ իր հերթին։ Ստեղ ես ցույց տալի քո ամբողջ թմի անուղեղությունն ու անգրագիտությունը։ Հետո գալիս ես կորոնավիրուսն ու պատերազմ, արա, մեր այդ տեղի է ունեցել, պարզ ասում եմ, պատերազմը տեղի է ունեցել, բայց եռաբլուրը ո՞նց է այդքան երեխա պարկ է։ Ու դու ասում ես, որ մենք այդ ժամանակ երկիրը ծախսեր է անում, արա, դու ծախսեր ես արել։ Այս արանքը այդ քո 2 տարին չի բռնում իրար այդ Նիկոլ Փաշինյան, որ դու ասում ես։ Իսկ դա մեծ ցուցանիշ է, որ քո կառավարությունը իրոք 0 է։ Տգետների, ստախոսների ամբողջ քո այս ինչքան դու կառավարության մեջ նախարարներ ես հավաքել, ղեկավարողներ ես հավաքել, տգետ ու անգրագետ են եղել։ Ճիշտ ես ասում դու։ Այն 6-ն էլ էին տգետ ու անգրագետ, որ հանեցիր գործից, ասում ես մարդիկ անձնվիրած աշխատել են Հայաստանի Հանրապետության համար։ Օր ամեն քայլափոխին դու բացահայտում ես, որ դու սուտ խոսան անուղեղ մարդ ես։ Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որ մենք քեզի ոնց ենք տանում Նիկոլ Փաշինյան, էս է հետաքրքիր է, էլի։ Այս ամբողջ Հայաստանի 7 տարվա պատմության մեջ այն նախկիններին դնում եմ մենք ով գիտենք որ այդ մարդիկ ինչ ձևի մարդիկ էին մենք բայց դու եկար խափեցիր մի ամբողջ ժողովրդի հիմա էլ որ արդարանում ես ամբողջ հայ ժողովրդի առաջ եւ ներքի եւ սփյուռքի դեմ որ դու տգետ ու
Արա դուք ոնց կարաք ձեզի սես ցինիկ ավարի պայեք, պատերազմող երկիրը, պատերազմը չի ավարտվել, սուտ ես խոսում բեմից, որ պատերազմ չի լինելու, դե երթվա որ պատերազմը չի լինելու, այդ որտեղից քեզ այդ գարանտիան, որ պատերազմ չի լինելու, արի մեր ժողովրդին թուղթ ու գրիչով գրած, հզոր երկրների հետ պայմանավորված ցույց տուր, որ պատերազմ չի լինելու, որ մենք էլ ասենք, հա դու ճիշտ ես ասում, դու այնքան ես սուտ խոսացել Նիկոլ Փաշինյան, որ մենք էլ չենք հավատում, որ դու ճիշտ ես ասում, որ պատերազմը լինելու է թե չէ, մենք էլ ասում ենք, արա, որ լինելու է այդ պատերազմը, հելեք պատրաստվեք պատերազմի, վստահ եմ դու էլ չես կարողանալու կառավարես, որտեվ ձեզնից ինչ կառավարիչներ, մենք հետևություն չենք անում, որ ժողովուրդ ջան, որ պատերազմը սկսվավ, այս մարդը չի կարողանալու երկիրը կառավարի, տանելու է սաղից փուռը տա, նորից Լավ, ինչքան կարելի է անլուրջ լինել, արա չեք կարում ես երկիրը կառավարեք, հելը գնացեք, արա, կան տղեկը, որ մենք էլ կասենք, իրանք կլսեն, հա, կա այդ ձևը կառավարման, բայց ձեզ չենք ասում, որովհետև դուք 7 տարի խապեցիք ու այնքան մեծամիտ ղեկավարներ գտնվակ, որ այն ովքեր որ ձեզի ասում են ասողներ եղել են, չեք լսել դուք այդ մարդկանց, չեք լսել, արհամարել եք, որ մենք կկառավարենք Հայաստանի Հանրապետությունը, ինչ ուզում ենք պայմանավորվում ենք, ոնց ուզում ենք անում ենք, դուք նախքին դրիր ժողովրդին երկու մասի բաժանեցիք, սևի ու սպիտակների, չգիտեմ էլ ոնց սարսափելի ես, վատխանալիա վիճակը, որ մեջից մենք դուրս չեն գալի, բայց կա այդ ձևը ժողովուրդ ջան, հաջորդ, ով կնայի իմ այս եթերը կհետևի ինձ, հաջորդ հաղորդման ժամանակ, այս վատ վիճակից դուրս գալը, մենք քննարկենք իրար հետ, այս խոսք եմ տալիս, հաջորդ եթերը կլինի երկուշաբթի օրը, և երկուշաբթի օրը մենք իրար հետ կքննարկենք այս ճահիճից դուրս գալու ձևերը, որ այս մարդիկ 7 տարի չարեցին։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք համալելու կոճակը, գրեք կոմենտներ, ես անպայման կկարդամ, և զանգակը, որ ամեն անգամ նոր դուրս եկած հաղորդումը ձեզ հասանելի լինի։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հաջողություն ձեզ։